Բարև ձեզ։ Եկել եք աջակցելու Տեր Արամին։ Իհարկե Տեր Արամին ենք աջակցում եւ մեր եկեղեցուն, այ ոչ Մայրաթոր եկեղեցու մեջի քահանաներին, տերտերներին, ես կասեմ, եպիսկոպոսներ չեն, կաթողիկոս չեն, նրանք միայն բիզնեսներ ունեն։ Ինչու համար պետք է մենք ազնիվ քահանային թողնենք, գնանք Մայրաթոր։ Երբ որ Մայրաթորը կազատագրվի կտրիչներից, նոր կայցելեմ Մայրաթորի պատարակներին։ Իսկ հիմա Երևանից եկել եմ հատուկ։ Ամեն կիրակի պետք է գամ, Տեր Արամը ազնիվ քահանա է, ես տեսնում եմ, որ Քրիստոսի նման ազնիվ քահանա է ու շատի լսում եմ իր քարոզները։ Նայեք, Մայրաթորը մի քանի օր առաջ հայտարարություն տարածեց եւ նախորդ կիրակի այստեղ տեղի ունեցած պատարակը համարեց պղծություն։ Ձեր կարծիքը դրա մասին։ Չեմ կարծում, որ դա պղծություն էր, աղոթելը, մաքուր սրտով աղոթելը, Տեր Արամի պատարակը մատուցած, դա պղծություն չի։ Զգում ես մարդը ազնիվ է, թե ազնիվ չէ, որ քահանան է ազնիվ։ Լսել ենք, տեսնում ենք, իսկ ինչ մնում է կտրիչ Մայրաթորի հայտարարությանը, վստահ եմ, որ շատ ժողովուրդներ, այսքան ժողովուրդները, եթե մաքուր եկեղեցի լիներ, եկեղեցու մեջի տերտերները, ես կասեմ, այնտեղ կաթողիկոս չկա, այնտեղ միայն բիզնեսներ, ես ինքս շատ լավ գիտեմ, որ եւ կտրիչը աղջիկ ունի։ Մի ժամանակ, մի 20 տարի առաջ ես տեղյակ եմ, որ 20 տարի առաջ մանումենտի առայ խանութի վերևը դեղատուն կար, ինձ ասում էին, այ դա կտրիչեի կաթողիկոսի աղջկա դեղատունն է։ Շնորհակալություն։ Բարև ձեզ։ Մի քանի հարց կարելի է։ Եկել եք աջակցելու Տեր Արամին։ Այո։ Եվ խնդրեմ կկանգնեք մի վարքեն։ Ինչպես եք վերաբերում կաթողիկոսի վերջին հայտարարություններին, մասնավորապես նախորդ պատարակից հետո Մայրաթորը հայտարարեց, որ իրենց խոսքերն եմ էլի ասում հայտարարության, որ այստեղ տեղի ունեցած պատարակը դա պղծություն է, ձեր կարծիքը դրա մասին։ Ասենք կաթողիկոս դա պղծված ո՞ս կարա։ Կասեք եկել եք աջակցելու Տեր Արամին։ Այո։ Դուք տեղացի եք, թե Երևանցի։ Երևանից ենք եկել։ Մենք անցած կիրակի ենք մասնակցել, այսօր ենք եկել։ Եվ խնդրեմ մեկնաբանեք Մայրաթորի հայտարարությունները, մասնավորապես մի քանի օր առաջ նրանք հայտարարեցին, որ նախորդ կիրակի այստեղ տեղի ունեցած պատարակը դա պղծություն էր։ Ձեր կարծիքը այդ հայտարարության մասին։ Մենք այնքան, ոնց ասեմ, սխալ բան են ասել։ Չգիտեմ, այնքան որ մենք այսօր ենք եկել, երևի ամեն կիրակի պիտի գնանք։ Ժողովուրդը պիտի պատարակի մասնակցի։ Եվ ինչ եք կարծում, շարունակական կլինի եւ արդյոք վարչապետի ասած կուլմինացիան Հովանավանքից կսկսի, այլ ոչ էջմից։ Այո, մենք վստահում ենք մեր վարչապետին, մենք էլ նման կարծիք ունենք։ Բարև ձեզ։ Եկել եք աջակցելու Տեր Արամին։ Այո։ Դուք տեղացի եք, թե Երևանից եք եկել։ Տեղացի։ Օհանավանից եք։ Եկ խնդրեմ օհանավանցիների կարծիքը ներկայացնեք Տեր Արամի մասին։ Ընդհանրապես շատ լավ է։ Բոլորը իրեն հարգում են, սիրում են։ Այ օրինակ ընդդիմադիրները պնդում են, որ նա կարգալուց եղած է արդեն եւ չի կարող պատարակ անել։ Ձեր կարծիքը դրա մասին։ Ճիշտն ասած, մենք վստահում ենք։ Բարև ձեզ։ Կասեք եկել եք աջակցելու Տեր Արամին։ Հա։ Եվ ինչպես եք վերաբերում, որ օրինակ ընդդիմադիրները Մայրաթորը հայտարարում են, որ նա կարգալուց եղած քահանա է եւ իրավունք չեմ էլ ուզում լսեմ։ Բարև ձեզ։ Կասեք եկել եք աջակցելու Տեր Արամին։ Ես պատարակների եմ մասնակցում ամեն կիրակի։ Տեղացի եք։ Ոչ, այստեղ եմ։ Երևանից եք եկել։ Այո։ Եվ եթե շարունակվի մասնակցելու եք պարբերաբար եւ ձեր կարծիքը եթե Ես լինում եմ եւ Օհանավանքում եւ Սաղմոսավանքում, որտեղ որ պատարակ է լինում, ժամանակ եմ ունենում, պարտադիր լինում եմ պատարակների։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։